Հետաքրքիր է այսօր ես բանալ է պատրաստ է եբրայեցիս, բայց մենք չենք պայմանավորվել 100 տաղբերով։ 9:12 գլխից է այսօրվա խոսքը։ Պողոս առաքյալը սենց է գրում. ամբողջ 11 գլուխը սկսում է հավատքից, ինչա նշանակում հավատք, սկսում է Աբելից, առաջի հավատքի հերոսը Աբելը, ու գալիս է իր օրերին, ինքս 12-ը, որ գրում է իր ժամանակվա հավատացյալների համար է գրել, որ այսօր նաև մեր համար շատ բան է, արտիական է մեր այսօրվա օրերի համար, շատ անհրաժեշտ է, ասում է 12:1-ից, ուստի մենք հալ, այսինքն այսօր են մեր հերթն է եկե, Պողոսն է ասում, գրում է հայրաներին, ուստի մենք հալ, որ այս չափ վկաներու բազմությամբ շրջապատված ենք, ամեն ծանրություն մեր վրա են մեկ դիծքենք, որտեղից այս ծանրությունները, ընթացքներ ես անցնում, իրուդը նմալին մեզ անբավարար, մեկին ուզում է լավություն անել, վատություն դարավ, կամ մեկն էր ուզում քեզի լավություն անել, լրի վատ բան դարավ, սենց հարցերը չպատասխանված, վիճակները չլուծված, ինքը տարիների ընթացքում սենց շերտավորվում ավրետ, բաներ էր ուզում իրականացներ, չեղավ, չստացվեց, ընդհուպ եկեղեցին չընդունեց, գործի տեղը չհասկացան, մենք պիտի չմոռանանք, որ ժողովողը, Սողոմոնը, ասում է, որ 4/4-ն է ժողովողի, ասում է, մարդկանց մեջ գործերի հաջողությունը, փոխադարձ նախանձածնում, ոչ թե քեզ են նախանձելու, այլ որ դիմացինի մոտ ստացվեց, դու էլ ես նախանձելու, տենց ասում հայերենում ժողովուրդ։ Ես ամեն աշխատություն և ամեն հաջող գործ տեսա, որոնց համար մարդ իր ընկերին կնախանձի, ասիկա էլ ունայնություն և հոգու տանջանք է։ Ռուսերենում ասում է, գործերի մեջ հաջողությունը ընկերների մեջ փոխադարձ նախանձածն է։ Երկու աղբեր, մի մորից, մի հորից ծնված, մեկի գործը ստացեց, մյուսը կարող է վատանա։ Ու ինչ պիտի անի այդ մեկը, կամ շարունակի նախանձել, կամ միած թափվի, ասի Տեր, ինձ ազատես չար ու խաբեպա սրտից, ինձի անենց սիրտ տուր, որ ես աղբորս հաջողության վրա ուրախանամ, Պողոսը նեղության մեջ էր, Տիմոթոսին, ասմա մենք բանը ձեր մոտ ղրգեցինք, բազմիցս, միտեղ էլ ասմա Տիտոսին, Թեսաղոնիկեցիների մեջ, ասում է ձեզ ենք ուղարկել, որ իրանք ձեզ մխիթարեն, ու մենք ձեր հավատքի մասին լսենք ու մխիթարվենք, լսի իսկ քո վիճակները, Պողոս ջան, կարող է դու բանտում ես, մի հատ սրոկ է գալի վրեդ, լուրջ փորձություն է գալի հավատքից վրա, դու քրոջ աղբոր հավատքի հաջողությունով կարաս մխիթարվես, հանգստանաս, բայց դες ոնց է հնարավոր։ Ես սոված ծառավ նստած եմ, բայց հանկարծ լսեցի Նաջաքուրը այսօր հացակերը ջուրախում է, ուրախանում եմ։ Մեկը ինձ ասի, քեզ ինչ, ինքը կերավ իր համար կերավ։ Ես ինչ սիրտ պետք է ունենա ժողովուրդ, երբ որ քո մոտ ոչի բան չի ստացվում, բայց աղբորդ մոտ ստացվում է։ Ու դու կարանաս ուրախանաս, կարաս գոհանաս Տիրոջից։ Այդ պահին էդի հեշտ չի, որտև այդ պահին հարված է գալի հավատքից վրա, լուրջ հարված է գալի, ասում է տես,
Էնի ավելի հաջողակա քան դու։ Իրա մոտ ստացվում է, քո մոտ չարախոս կա, մենք այդ չարախոսին բռնում ենք մեր կյանքում։ Մենք բռնում ենք, որ ինձի իմ աղբերների դեմ տրամադրող կա։ Ինձ իմ քրերի դեմ տրամադրող կա, եկեղեցու դեմ տրամադրող կա։ Մեր հոգու թշնամին քնած չի։ Մենք հո չենք մտածում, որ ծերության ատենը սատանեն կարող է գժվի, խելքը թռցնի, ինսուլտ ստանա, ինֆարկտ ստանա, չկա չէ՞ տենց բան։ Վիրավորվի։ Անենց վիրավորվես ինքը գնա էլ չգա։ Ասել ինչի չես գալիս նրան փորձես, ասի խռովել եմ իրանից։ Անենց վիրավորեց ինձ։ Մի հատ անենց միտք տվեց իրան, այդ միտքը չընդունեց, ես վիրավորվեցի։ Էդի մարդը կարա տենց անի, մարդը կարա վիրավորվի, խախտվի։ Սատանեն չի վիրավորվում։ Աչից գնում է ձախից ամոտենում, դեմից գնում է հետևից է գալի։ Երկու թշնամի իրար դեմ կանգնած, այնքան են պայքարում, քանի մեկը կենթանի է, երկուսով այնքան են իրար կրակելու, մինչև մեկը մյուսին սպանի։ Ոչ մի լեզու ինքը չի հասկանում։ Ինքը մենակ Սուրբ Հոգու զորության տակ նահանջում է։ Սատանան մասին գրած ասում է Հիսուսից որ հեռացավ, ասում է մինչև ժամանակ հեռացավ, դովրեմի Երուսաղեմին ասում է։ Քանի մենք երկրի վրա ենք, ինքը մեզի չի թողնի։ Լուբոյ հասակի ինքանդե մի ձևի կտեղավորվի։ Ու այս չլուծված հարցերը տարիների ընթացքում շերտեր են բերում մեր վրա ծանրությանը։ Սառուցյալ օվկիանոսում, որ նավերը գնում են, գիտեք չէ, ալիքների տակ, բաները, մատրոսները, լեն բաները, գոտիները, մեծ ցեփերով կապած, տապորները ձեռը, պալուբային կանգնած, ալիքը որ գալիս է, ալիքը գնաց ծովը, այնքան ցուրտ է, բայց ծովը որ շարժման մեջ է, չի սառում, -30 է, -40 է, ջուրը 0-ի տակ սառում է, շարժման մեջ այնքը բան չի անում, բայց այն ալիքը որ եկավ նավի վրայից, մի հատ նավի վրով գնաց, հենց հաստ շերտ է կապում, տապորներով խփում են պալուբային, այդ շերտը ջարդում են, եթե չէ մի հատ հաջոր շերտը նավը ստքում է, հազարավոր տոննա սառույցներ բարդվում է պալուբայի վրա, նավը գնաց ջրի տակ, անպայման ջարդում են դրանք, ցեփերով էլ ինչ են կապած, այդ ալիքը կարա շպրտի տանի ծով իրան, վсё էլ չես գտնի, -30 են գար ջրի մեջ ինչքան կդիմանաս, մի րոպե, 2 րոպե, ոչ ավել, այսինքն ես ալիքները մեր կյանքում որ գալիս են, մեր նավի վրայով, ասենց մի հատ շերտ է կապում, կարա խստության շերտ լինի, ատելության շերտ լինի, տրամադրվածության, եթե դու քո տապորով այդ քո պալուբայի վրի բանը չջարդի, տարիների ընթացքում ծանրանում ես, բայց դու թռչուն ես, դու կանչված ես թռչելու, հավիտյան տիրոջ հետ ճախրելու, հլա որ ստեղ երկրավոր կյանքում, եթե այդ ծանրությունները մեր վրայից մի կողմ չգցենք, մենք կսկենք, մեր հավատքի կյանքը չի արդյունավետ, ու այս բաները ծանրությունները հլա մեղքի պատճառով չի, մեղքին հեսա առանցի կգանք, ամեն ծանրություն մեր վրային մեկդի ձգելով և մեզ ջուրավ պաշարող մեղքը, նաև ջուրավ պաշարող մեղքը, որ հեշտ կարա գալ քեզի նվաճի, գրավի, շողոքորթի, խափի, եթե հրեշտակներին երկնքից գցես, ոնց է կարծում մեզի բարդ է վիճակից գցել, մենք հլա երկնքում չենք, և ջուրավ պաշարող մեղքը, համբերությունով վազենք, մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, համբերությունով։ Հիսուսին նայենք,
Ոստեղ տեսեք ինչ հետաքրքիր բան ասում։ Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախության համար խաչը հանձնարավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռին աջ կողմը նստավ։ Աթոռի աջ կողմը ոնց են հայտնվում։ Ոչ մի բարգավաճման ավետարան, ոչ մի հարստություն, ոնց որ այսօր քարոզում են ճոխություն, եթե դու հավատք ունես, դու պետք է գիտես ինչ տներ ունենաս, ինչ բիզնեսներ ունենաս, սուտ է, խաբեություն է։ Աթոռի աջ կողմը Աստծո հայտնվում են, խաչը վերցնում են, խաչը վերցնելուց հետո ամոթ է գալու, ամենաուժեղ զենքերից մեկը սատանայի գիտեք որն է։ Ծաղրանքը, որ օգտագործեց Քրիստոսի դեմ, երբ որ Քրիստոս խաչի վրա էր։ Ասում էր, լա, սրան նայ, տաճար սարքողից նայ։ Իջի խաչից։ Ինքդ քեզ փրկի։ Բայց Հիսուսը հո իրանց մտքին չէր։ Տերը գիտեր, չէ՞ ով է իրանց խոսցնում։ Ով է այդ խոսակցության հետևականած։ Ով է օգտագործվում։ Աստված չէր եկել իրան փրկեր, Աստված եկել էր մեզ փրկեր, իրանց փրկեր։ Ամոթը պիտի արհամարես։ Ամոթը արհամարես գրված է, ոչ թե մարդկանց արհամարես, այլ ամոթը արհամարես, ծաղրանքը, ձեռ առնելը, հավատացյալին այսօր կարան ձեռ առնեն։ Ծաղրեն։ Իմ գործի տեղը սաղ գիտեն, որ ես հավատացյալ էի։ Պապիտ կեք կար ծաղրելու, ձեռ առնելու։ Տեղեր կա շուրթերս պահում էի։ Տեղեր կա հանդերձներս էի պահում։ Տեղեր կա պետք է պատասխանեի։ Բայց երբ որ իրանց բաժնում գող էի բռնում, երբ որ պարտքով գումար էր պետք կրնում, կամ բան, երբ որ ես մենակ էի մնում, այն հայտնի ծաղրողներից գալի նստում էր կողքս, սենց նայում էր գրքից, նայում էր ինձ, տղերքը չկան, ոչ մեկ չկան, ոմանք կարտ են խաղում, ոմանք նարդ են խաղում, ոմանք իջել են ներքև, գալի նստում էր կողքս, կամած, որ հանգարց մարդ չլսի, որտեղ հանգարց եթե լսեցին, կարող է իրան էր վերագրեն հավատացյալների շարքին, խայտարակի, ասում էր, այ ախպեր սենց ապրել, անհնարին է, ասում է, դու ոնց է սենց ապրել, այ ախպեր դու քարից ես, ասի չէ, պրոստը սրտից մեջ քար կա հավիտենական, սաղ կառույցը դրա վրա է արվում, ասում է, չեմ ջոգում, ինչ ես ասում, բայց շատ վստահ ես ասում, գալի կիսվում էին, ով խորհրդի խրատի կարիք ուներ վերցնում էին, բայց զգում էի, ինքը եմ բևեռում է, ես ես բևեռում եմ, ինքը մահվան մեջ է, մենք կյանքի մեջ ենք, ինքը գալի ժամանակ օգտվում ու գնում է, բայց կգա ժամանակ, որ էլ չեն կարող օգտվել։ Այսօր հավատացյալներից կարան օգտվեն, այսօր ավետարանը հնչում է, այսօր ավետարանը քարոզվում է, այսօր հավատքի մարդիկ կան, որոնց մոտ ապաշխարությունից հետո առաքյալը ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, այսինքն մենք պիտի տեսնենք Հիսուսին մեր ընթացքների մեջ, ժողովուրդ, անկախ նրանից նեղության մեջ ես, տագնապի, վախի, խաբված ես, թալանված ես, Պողոսը մի համարի մեջ 8 անգամ վտանգ բառն է գրում, ինքը սաղ այդ վտանգների միջով անցել է, աշխարհում տենց մարդ չկա, ում առաջ ինքը չկանգներ ու չկարանար ավետարան քարոզել, սկսած թագավորից բրծած այն ամենավերջին ավաստին, նավաստին, Պողոսին, ծովի մասին ոչ մի նոր բան չէր կարասեր, Պողոսը նավի մասին ավելի շատ գիտեր ծովի, քան նավաստին, անենց բաների միջով էր անցել, ու անկախ ինչ վիճակների միջով ենք անցնում, մենք մեր հավատքի առաջնորդին պետք է տեսնենք կատարողին, եթե չենք տեսնում, դա մեր կուրությունն է, դա մեր վիճակ չունենալն է, բայց մենք պիտի տեսնենք իրան, ու հավատքի առաջնորդն ու կատարողը ասում է
իր արջև կեցած ուրախության համար, ռուսերեն ասում փոխարեն, խաչը հանձնարավ, այսինքն մեր հավատքի առաջնորդը խաչա վերցրել է, ամոթը արհամարել է ու արդյունքում հոր աջ կողմն հայտնվել։ Ու մեզ էլ է խոսմունք տալի, ասում ով հաղթեց, իմ հետ նստելու է իմ հորս աթոռին, ոնց որ ես հաղթեցի և հրա տեսեք Հիսուսն ինչ ասում, այդ աթոռի վրա ասում տեղ կա, նինչ էդի հատուկ մենակ իմ համար էր, փորձել եք մի հատ հաջողակ մարդուց խորհուրդ հարցնեք, ես կզարմանամ, եթե զրույցի մեջ ինքը իր առավելությունը չընդգծի հանկարծ ինքը խոսքի մեջ ցույց չտա, որ ինքը քեզնից առավել է, որ ինքը քեզնից զորավոր է, ինքը կայացած է, իսկ դու չէ, ինքը ունի, դու Քասիբ Սիմոնն ես, ես կապշեմ, եթե ինքը էդի չանի, աշխարհիկը չի կարող էդի չանի, ամեն հոգևոր էլ չի կարող էդի չանի, պիտի հոր սիրտ պիտի ունենաս ու դիմացինին պիտի երեխու պես վերաբերվես։ Ամեն մեկը հոր սիրտ չունի, իսկի մեծ աղբոր սիրտ չունի։ Ու որ հանկարծ փորձնես իրան հարցնես, կասի դա անհնարին է, քո մոտ չի ստացվի էդի։ Կամ որ շատ են հակաճարում, ասում են լսի, դու որ տենց խելացի լիներ, դու իմ տեղը կլներ, ես էլ քո տեղը։ Պարչի, դու չես կարող իմ տեղը լինես, բայց ինքը տեն չի ծնվել, ինքը Էյնշտեյնը չի, Նյուտոնը չի, ինքն էլ է հասել դրան։ Աշխարհի այսօր ամենակայացած միլիարդատերը ասում են, ես այնքան սխալներ եմ ունեցել, ժողովուրդ ջան։ Մարդը չի վախենում, չի ամաչում իր սխալներից, ասում են, ես այնքան սխալներ եմ ունեցել։ Ու էլ եմ ունենալու, եթե գործելու եմ, գիտեք չէ, ով չի սխալվում։ Ով որ տունը թախտին նստած է, պետք է զգուշը լինի, նկարը գլխին չընկնի։ Մենակ ինքը չի սխալվում։ Մեկ էլ Հիսուս Քրիստոս։ Քանի որ մենք այդ աստվածային լեցունությունը չունենք, սխալներից ոչ մեկ ապահովագրված չի։ Ես հասկանում եմ, ինչքան հոգով լեցված ենք, ինչքան շատ հարցեր լուծված է մեր կյանքում, այդքան հավանականությունը քիչ է սխալվելու, ընկնելու, մանավանդ որ լույսի մեջ քայլում ես, իմաստուն է հերվից արհավիրքը, չարիքը կտեսնի ու կթաքնվի, բայց դրա համար հասունություն է պետք, հասակ է պետք դրա համար։ Դրան մի օրվա մեջ դրան չեն հասնում։ Մի տարվա մեջ չես կարող դրան հասնես։ Էդի լուրջ տարիներ պետք է Տիրոջ հետևից քայլես, վարժվես։ Աստված հայտնվեց Իսահակի կյանքում։ Իսահակի մասին գրած է հավատքով Իսահակ գալու բաների վրա մարգարեանալով օրհնեց Հակոբը եւ Եսավը։ Իսահակը մարգարեացել է։ Ռուսերենում չկա այս մարգարեանալը։ Իսահակը մարգարեության պարգև ունեցել, հայտնության հոգի ունեցել։ Աստված հայտնվեց Իսահակի կյանքում եւ ասեց Իսահակ, մի գնա Եգիպտոս, մնա անդե որտեղ ես քեզ կասեմ։ Եթե եկել ես հավատքի, որ հավատքի առաջնորդը քեզ առաջնորդի, ու եթե Տերը քեզ բան ասում, դու չես լսում Տիրոջը։ Չլսել է ինչ ասում։ Անհնազանդությունը ինչ է։ Առաջ թաքորած 16 գլուխ ասում է կախարդություն։ Եթե եկեղեցում անհնազանդներ կան, ժողովուրդ եկեղեցու կախարդներ են նստած։ Ուրիշ ոնց անում կախարդությունը։ Непослушание и дала поклонство, так написано։ Տենցա գրած 16:22-ը։ Անդուշեն, նա ինչ է գրած 16:22-ը։ Առաջ թակավոր։ Էսի Սամուել մարգարեն ասել է Սավուղին, առաջի թակավորին Իսրայելի։ Տասնվեց 22 կա։ Կարա 15-22 սանային։
15-20 Միթե Տիրոջը առջև ողջակեզներն ու զոհերը Տիրոջը ձայնին հնազանդություն ընելու չափ հաճո են, ահա հնազանդությունը զոհեն ու խոսք մտիկ ընելը խոյերու ճարպեն աղեկ է։ Քազնզի ապստամբությունը կախարդության մեղքին պես է։ Ապստամբությունը Սուրբ Հոգուն հակառակվելը ինչա։ Կախարդության ու կամակորությունը կռապաշտության պես է։ Եթե պարզվի եկեղեցում կռապաշտներ կան, որտեղ Սուրբ Հոգուն կամակորեն չեն հնազանդվում։ Հետաքրքիր է, եթե մենք տարիներով գալիս ենք ու Սուրբ Հոգով լեցված չենք, ի՞նչն է խանգարում, որ մենք Հոգով լեցվենք։ Սուրբ Հոգուն չենք հնազանդվել, Սուրբ Հոգուն հակառակվել ենք։ Դրա համար Սուրբ Հոգին մեր կյանքում տրտմած է, ոչ թե ուրախ է, ոչ թե զորացած է, ոչ թե լցրած է։ Մեր անոթը դատարկ է ու մեր վրա օրհնություն չի։ Ինչի, որտեղ հնազանդություն չկա։ Աստված հայտնվեց Իսահակի կյանքում, ասեց Իսահակ, մի գնա Եգիպտոս։ Գաղտնիքը դա էր, Իսահակը լսեց։ Հերը գնաց Եգիպտոս, ինքը չգնաց Եգիպտոս։ Ասեց ապրե այն երկրում, որտեղ քեզ կասեմ։ Լսեց։ Արդյունքում տեսնում ենք, որ 1/100 սկսեց եկամուտ ունենալ, 1/100։ Ես այսօր տենց գործ չգիտեմ, $1 դնես, 100 առնես, բացի ալանթալանը։ Աշխարհում փորձել եմ տենց գործ անեմ, գտել եմ տենց։ 1/100 օրինական ձևի գտել եմ։ Երևի ինձ Իսահակի տեղն է դրել։ Տեր արկել դրեց, հենց արկել դրեց, մի տարի հետո ապաշխարեցի։ Պետք չէր էդի, որ գարիմ կյանքերի դիմանում։ Լավ չէր ըլի։ Այսինքն հավատքի առաջնորդը ու կատարողը, ասում է, համբերությունով անցնես այս ասպարեզը։ Հեսուին Քաղեբին ինչ էր պետք։ Մարդիկ իրանց մեղքի պատճառով չէ, 40 տարի մնալու են անապատում։ 3 միլիոն թող լինի մեղանչեցին, բայց այդ երկու հոգին չէին մեղանչել։ Փաստորեն 45 եմ, այսօր 40 եմ, ես կմտնեմ 80-85, եթե ապրեմ։ Ժողովուրդը մեղանչեց, երկու հոգի չեն մեղանչել, այդ երկու հոգին այդ 3-ից 5 միլիոնի հետ մնացին անապատում։ Երբ որ ինչ-որ մեկի սխալի պատճառով մեր կյանքում բանա լինում, օգտակար է հիշենք Քաղեբին, Հեսուին։ Եթե մեկը ինչ-որ մի հատ սխալ բան արեց քո կյանքում ու քեզ մի ժամ զաջեշկա արեց, 2 ժամ, ինչ օրը կդնես այդ քույրիկին կամ այդ աղբորը։ Հարցը մինչև հովական կարող է բերես, չէ՞։ Ու սենց մտածում եմ, ասում եմ, լավ, այս մարդիկ ինչի չկոտաբեցին։ Գիտեք, ինչ եմ եզրահանգել, այս մարդկանց կյանքում գաղտնիքը սա էր։ Չկար մի բան, որը իրանք Աստծուց շատ ուզեին։ Իրանք տեսան, որ Աստված ավետած երկիր չի գնում, իրանք էլ ավետած երկիր չուզեցին, թեպետ հելել էին դրա համար։ Մովսեսին էլ Տերը ասեց հրեշտակ կուղարկեմ, Մովսեսը ընկավ Տիրոջ ոտերը, աղերսեց, ասեց հրեշտակ մի ուղարկի։ Եթե դու մեզի չես տանում, ոչ էլ հանի մեզ տեղից, մենք չենք ուզում անապատից ելնենք։ Նայում ենք նույն հոգին է։ Ստեղ էլ նպատակը կա, հիմա գնում եմ, մեկը ինձի տուն անվեր տալի, մեկ չի քեզ, քո հետ ով կգա, Հարութը կգա, Ալիքը կգա, թե Անդոն կգա։ Տոնես կվազես։ Բայց հավատքի մարդկանց առջև ինչ նպատակ որ դրած էր, իրանք սկզբից ուզում են իրանք հավատքի առաջնորդին դենային, նա տես սերտ կապը նայեք։ Ու քանի որ նվիրումը առ Աստված գերազանցում էր ամեն երկրավոր ցանկություն,
կլինի ամուսնություն, կլինի հաջողություն, կայանալ, աշխատանք, երեխա, տուն, տեղ, առաջինը սերեր առաստված։ Իրանք չկոտրվեցին։ Իրանք չմեղադրեցին, իրանք չկոտրվեցին, 40 տարի բերնով ես ասում։ Դու պատրաստում ես հեսա 40 օրից ինչ-որ բան անես, մտնես մի հատ ընթացքի մեջ, տուն, ընդե մեղր էր հոսում, կաթերը, անասունները, ցուլիկները ու այդ 40 օրը պարզվում է 40 տարի է դառնում։ Ինչ դառնություն կգա այդ բանի սրտիդ վրա, ինչ մեղադրանք կգա, ընդհանուր խստացում կարա գա ժողովուրդ։ Ասես Տեր, ես ինչ մեղք ունեմ։ Բեր մեզի առանձին մցելա։ Ինձ ու Հեսուին։ Սրանք թող մնան այս հստապարանոցները, Մովսեսը սրանց կարասացին Ահարոնին։ Բայց եթե Տիրոջ հոգին չի։ Այդ անապատում 40 տարի հետո իրանք ոչ մի բան չկորցրեցին։ Ավելի զորավոր էին, ավելի հզոր էին։ 85 տարեկանում Քաղեբ ասեց, ես այսօր պատրաստ եմ իմ ընտանիքից առաջ ընկնեմ, զորքից առաջ ընկնեմ ու իրանց մտցնեմ իրան ճառագության մեջ։ Եթե մենք այսօր այս կառույցը մեր սրտերի մեջ չունենք, եթե այսօր Աստծու կամենալուց ավելի թանկ բան կա մեր սրտում, ընդհանուր Տիրոջ խոստվածը։ Աստված կարա գա քեզ, ոնց որ ասեց Աբրամին, այն ինչ Տերը տվել էր քեզ 25 տարի ինչ համար որ սպասել էր, Աստված կարա գա քո կյանքում քեզ ասի, «Էդի բեր զոհասեղանի»։ Ու տենց մի հատ մեծ նվիրումը Տերեստուկի։ Այսօր էլ այդ հերոսությունը կա Աբրահամի։ Ու ամեն մարդու կյանքի մեջ էլ իր Իսահակը կա։ Ու եթե Մատթեոսի 24 գլուխը անցնելուց, գիտեք չէ, ամեն հավատացյալ չի կարող Մատթեոսի 24 գլխով անցնի։ Մատթեոսի 24 գլխով անցնելու համար քեզ լուրջ համբերություն ա պետք, քեզ Աստծո զորությունն ա պետք, որ այդ 24 գլխի միջով կարողանաս անցնես։ Ու մտնես 25 գլխի մեջ։ Բայց 25 գլխի մեջ քեզ արդեն իմաստություն ա պետք։ Որտեղ 25 գլխի մեջ արդեն երկու կարգավիճակ ենք, երկու կարգավիճակ ենք տեսնում՝ իմաստուն եւ հիմար։ 24 գլուխը կարելի անցնել ու 25 գլխի մեջ հիմար հայտնվել։ Աբսուրդ է ժողովուրդ։ Պողոս ասում է, այսքան չարչարվեցիք անիմաստ, այսքան չարչարվեցիք, որ սա գնա ջուրը։ Ինչ էր պետք Մովսեսին, երբ որ կորխը դաֆանը աբիրոնը հելանդեմը։ Մովսես ընկավ քիթբերնի հետ հիշում եք։ Կանչված, օծված, Տիրոջ հետ բազմիցս հանդիպած, որպես առաջնորդ հաստատված, մի տարի չի, 2 տարի չի, դա տարիներ է, ու հորողբորը տղեն հելում է քո դեմ, ազգականդ։ Հենց առաջի կրուգի ազգականը հելում է դեմդ։ Մովսեսին ոչ մի բան հաստատել պետք չէր։ Ոչ մի բան ապացուցել պետք չէր Մովսեսին։ Մովսեսը ընկավ քիթբերնի, եթե հիշում եք։ Երբ որ ընկնում ես քիթբերնի, թույլ ես տալիս, որ այնը որ քո հետևն է կանգնած, այնը որ քո դեմն է կանգնած, իրանք մի հատ երես առ երես իրար հետ հանդիպեն։ Դու պիտի գիտակցես, որ տեղ քո ապացուցելու բանը չի, այդտեղ Տերը պիտի գործի, Տերը պիտի խոսա։ Արդյունքում 250 ընտանի գնացին հողի տակ։ Եթե մեր կյանքում այդ հավատքի առաջնորդը ու կատարողը կա, ամեն ժամանակահատվածում մենք գիտենք ոնց պիտի վարվենք։ Մենք գիտենք ոնց պիտի վարվենք, ոնց մեզի դրսևորենք, որ խոսա հենց անձամբ Տերը երկնքից։
Տերորդին ձեզ